Սիրում եմ բոլորիդ։ Հայ-ռուսական լարվածության նոր ալիքի ֆոնին Լորիի շնող բնակավայրից հավատարմության ու ընկերության խոսքեր է ձոնում Պուտինին Փաշինյանը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ես ունեմ ընկերական հարաբերություններ, Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի կտրուկ գործողություն մենք չենք անելու։ Ռուսաստանի հետ մեր վերաբերմունքը շատ ջերմ է։ Այնքան է ոգևորվում ՔՊ ղեկավարը, որ ըստ ընդդիմադիրների հայ-ռուսական հարաբերությունների մասին իրենց դիրքորոշումն է մանիպուլացնում։ Մեր ընդդիմությունը ասում է Ռուսաստանի հետ հավասարը հետ հարաբերություններ։ Ժողովուրդ ջան, լավ եկեք բան չանենք էլի։ Հումոր, բայց հումորն է Ռուսաստանը գերտերությունը եւ Ռուսաստանին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ինչպես գերտերությանն են վերաբերում։ Ամենախիստ Փաշինյանական տրանսֆորմացիան ըստ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանի նույնիսկ ծիծաղելի է։ Խաչատրյանի խոսքով ՔՊ ղեկավարը իր վարքագծին շատ հատուկ է գործում, սեփական ձախողումները փորձում է բարթել ընդդիմության վրա։ ընդդիմությունը ասել է դու պետք է պահպանես դրական հարաբերություններ բոլոր ուժային կենտրոնների հետ։ Դու պետք է պահպանես քո արժանապատվությունը բոլոր ուժային կենտրոնների հետ հարաբերություններում։ Պետք է պահպանես քո ազգային շահերը։ Իսկ ինքը միշտ բողոքում էր, չէ, սա ինչ է, ֆեոդալ, վասալ հարաբերություններն են եղել, մենք թույլ չենք տա, մենք գուբերնիա չենք դառնա։ Հիմա մեզ ասում է Ռուսաստանը գերտերությունը, մենք փոքր պետություն ենք, պետք է մեր չափը հասկանալ, մենք ենք դա իրան միշտ ասում։ Ինչ ես ղժղժոցը դրել։ Թաքուն են մանգալի։ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններից 18 օր առաջ Խաչատրյանի բառով ղժղժում է, Պատերով կտանք։ փորձում է փրփուրներից կախվել, որովհետև արդեն զգում է, շարքային քաղաքացին է անհանգիստ։ Ռուսների դեմ հակաքայլերը ուղիղ իր գրպանին են հարվածելու, եթե հանկարծ Մոսկվան որոշի վերանայել Երևանի հետ հարաբերությունները։ Բազմաթիվ անգամներ ասել են, որ Նիկոլ Փաշինյանը ոչ արևմտամետ է, ոչ ռուսամետ է։ Նիկոլ Փաշինյանը աթոռամետ է։ Եվ ինքը պատրաստ է ապրել ռուսական կամ եվրոպական երաշտական գործիքների տակ, կախված նրանից, թե որտեղից է վտանգ կամ ճնշում տեսնում։ ԵԱՏՄ-ում Հայաստանի ճակատագրի մասին Փաշինյանն այսօր չի խոսել։ Չնայած հենց երեկ էր Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն հաստատել, որ մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովում քննարկվելու է այդ կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։ Ֆորմալ առումով դու կարող ես մնաս ԵԱՏՄ-ի կազմում, բայց զգաս իրենց դվածական արձագանքի ողջ հետևանքներ։ Հայաստանը կարող է վետո կիրառել ԵԱՏՄ-ում մեր երկրի կարգավիճակի հարցի քվեարկության ժամանակ, բայց դա ըստ Խաչատրյանի չի կարող խանգարել Ռուսաստանին, օրինակ վերանայել Հայաստան ներմուծվող գազի սակագինը, խստացնել հայկական ապրանքների ներմուծման կարգերը, եթե Մոսկվան նման որոշում կայացնի, իսկ նման ակնարկներ վերջերս շատ են անում ռուս պաշտոնյաները։ Մենք խոսում ենք ԵԱՏՄ-ի մասին, ակնհայտ է, չէ՞ որ հայ-ռուսական հարաբերությունների մասն է խոսքը, որովհետև Հայաստանը Բելարուս կամ Ղրղստան, չգիտեմ նույնիսկ ինչ է արտահանում, կամ արդյոք ինչ որ մի բան արտահանում է։ Եվ տեսնելով, որ Ռուսաստանի կողմից համարժեք քայլեր, օրինակ գազի գնի թանկացումը, որոշակի խստացումներ արտահանման եւ ներմուծման բնագավառում կարող են էապես վատթարացնել մեր հայրենակիցների կյանքը, բարեկեցությունը Հայաստանի Հանրապետությունում շատ կարճաժամկետ կտրվածքում, արդեն իսկ շատ կարճաժամկետ կտրվածքում ինքը փոխում է իր ձայնապնակը եւ սկսում է եմայել գովելքել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։ Чтобы эти обострения нам никак не навредили в Փաշինյանը երեսատեղ չունի, պնդում է Խաչատրյանը։ Հակառակ դեպքում Պուտինի հետ հարաբերությունները գովելու փոխարեն կգնար Աստանա ու ուղիղ կասեր, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի կտրուկ գործողություն չեն արել ու չեն անելու։ Երեսատեղ չունի, պիտի գնա վերջը իր հայտարարությունների համար պատասխան տա, չէ։ Բացի դրանից, եթե Մհեր Գրիգորյանը գնա ձախողվի, միշտ էլ կարող է մեղք բարթել Մհեր Գրիգորյանի վրա։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։